Мы удовлетворены интенсификацией диалога между Ереваном. Ռուսաստանի առաջարկը հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ ուժի մեջ է մնում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցման Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն էլ կարևորել է ռուսական դիվանագիտության ներդրումը հակամարտության կարգավորման գործընթացում, այն անվանելով առանձնահատուկ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին եւ ընդգծել մեջբերում Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Վալտոնենի նախապես ծրագրված հանդիպումը չեղարկվել է։ Վրացական կողմի համաձայն նման որոշման պատճառը եվրոպացի պաշտոնյայի մասնակցությունն է ընդդիմության հանրահավաքին եւ նրա կողմից հնչեցված հայտարարությունները։ Բաքվի դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմը 24 տարի ղեկավարած Ռամիզ Մեհդիևին 4 ամսով տնային կալանքի է ենթարկել։ Երբեմնի ազդեցիկ պաշտոնյան մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում Ալիևների իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության, փողերի լվացման մեջ։ Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, Կրեմլում նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Դամասկոսի հարաբերությունները միշտ առաջնորդվել են սիրիացի ժողովրդի շահերով։ Ալ-Շարաան, որի ղեկավարած ապստամբների զինված պայքարի արդյունքում տապալվեց Մոսկվայի դաշնակից Բաշար Ալ-Ասադի երկարամյա ռեժիմը, իր հերթին հայտարարել է, որ սիրիական իշխանությունները կհարգեն Մոսկվայի հետ նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնագրերը։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հաստատել էր, որ Պուտին-Ալ-Շարա բանակցությունների օրակարգում Ասադի կառավարման տարիներին Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազաների ճակատագիրն է։ Много интересных и полезных начинаний было обозначено, и мы со своей стороны готовы делать все для того, чтобы их осуществлять. Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին այսօր Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել, հայտնում է DPA լրատվական գործակալությունը վկայակոչելով տեղում աշխատող բժիշկներին։ Լրատվամիջոցի փոխանցման պաղեստինցիները զոհվել են Գազա քաղաքի արևելքում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։ Իսրայելցի զինվորականները պնդել են, որ կրակ են բացել մեջբերում սպառնալիքը կանխելու համար։